Արթուր Խաչատրյան։ Տիկին Անդրեասյան, հարցս մշակութային ժառանգությանն է վերաբերվում, բայց ոչ պարտադիր ստորջրաժառանգությանը։ Ինձ հետաքրքիր է մշակութային ժառանգության եւ երկրի սահմանների փոխհարաբերությունների ձեր պատկերացումները։ Այսինքն, արդյոք մշակութային ժառանգությունը ազգային եւ կրոնական սահմանափակվում է երկրի պետական սահմաններով։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես կարծում եմ, որ խոսքը այստեղ ոչ թե պատկերացումների մասին է, այլ օրենսդրությամբ եւ դրանով հստակ սահմանված կարգավորումների եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության իմաստով օրենսդրությամբ շատ հստակ է։ Մենք ինչի մասին ենք խոսում եւ մեր նախարարությունը ակտիվ քայլեր է վարում այդ մշակութային ժառանգությունը պահպանելու, հանրահռչակելու եւ ներկայացնելու ուղղությամբ։ Մասնավորապես ձեզ պետք է հիշեցնեմ օրինակ հուշարձանների վերականգնման ուղղությամբ մեր քայլերը, անգամներով աճել է հուշարձանների վերականգնման ուղղությամբ պետական բյուջեն։ Նախորդ տարի մենք մի քանի տասնյակ հուշարձանների շուրջ աշխատանք ենք արել եւ եթե դուք ուզում եք պատկերացումը հասկանալ, այդ պատկերացման լավագույն վկայությունը այդ վերականգնված հուշարձաններն են, պետության խնամքն ու հոգացությունն է մեր մշակութային արժեքներին եւ ժառանգությանը։ Մյուս կողմից էլ պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում, օրինակ մեր ձեռագրերը միջազգային աճուրդներից գնելու, Հայաստան վերադարձնելու, բոլորովին վերջերս նաև միջնադարյան եկեղեցու փայտյա դռան փեղ կգնվեց, վերադարձվեց պատմության թանգարանին եւ այդ հարթակներից մեր մշակութային արժեքներ Հայաստան վերադարձը նույնպես մեր օրակարգում է։ Շնորհակալություն։ Ռամեցեք արձագանք։ Տիկին Անդրեասյան, հարցս այլ բաներ վերաբերում եւ շատ լավ հասկացաք ինչի մասն էր խոսում։ Ավելի պարզ բացատրեմ։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար։ Պարոն Խաչատրյան, մշակույթի ոլորտի լիազոր մարմինը եւ մեր պետության պետական մարմինները ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որը ամրագրված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Դուք ինձ տալիս եք մի հարց, որի պատասխանը դուք ինձնից լավ գիտեք։ Եվ ես կարծում եմ, այդ հարցը տալու իմաստ չկա։ Մեր պետությունը տեր է մեր մշակույթին եւ դա ակնհայտ է մեր յուրաքանչյուր օրվա աշխատանքում։ Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, շնորհակալ